Սիրելի հայրենակիցներ, քննարկվում է ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածության խնդիրը, հարցը եւ բնականաբար նաեւ մեզ վերաբերում համակարգին վերաբերող արմատական եւ խորքային խնդիրները։ Այդ խնդիրները ես կառանձնացնեմ հետեւյալ կերպ, դասակարգեմ հետեւյալ կերպ, նորից եմ կրկնում, իդրավտ համակարգում կա դրված նախագիծ շրջանառության մեջ, որ արդեն իր ժամկետն ավարտվել է, որտեղ հստակ ասում է, որ մարզային հիվանդանոցները, բուժկենտրոնները օպտիմալացվելու են ու դառնալու են մեկը։ Ես կուզենամ Տիկին Հունանյան, ձեր ամփոփիչ ելույթում դուք ձեր դիրքորոշումը հայտնեք այդ ուղղությամբ հստակ, համ կողմ եմ, համ դեմ եմ, դա պատասխան չի, դա լողացող պատասխան այն կողմից չի ընդունվում, եւ ձեր ընտրվելու դեպքում պատրաստ եք նեղ մասնագետների եւ շահագրգիռ կազմակերպությունների եւ մարդկանց հետ կազմակերպելու լայն քննարկում, որպեսզի կարողանաք հասկանալ այդ խնդրի կարևորությունը եւ հետագա ծախսարդյունավետությունը ամենակարևորը բուժ սպասարկման որակը, որը շատ կարևոր է մեր բնակչության առողջությունը մեզ բոլորիս համար։ Երկրորդ խնդիրը կուզենամ դուք նորից հստակեցնեք նեղ մասնագետներ ինչպես եք պատկերացնում համակարգ առաջնային պահպանման օղակները, բուժամբուլատորիա կոչեցյալները, կոչվածները, որ հիմա ասում ենք, ինչպես եք պատկերացնում այդ հիմնարկների նեղ մասնագետներով համալրման խնդիրը։ Գցել տարածքային կառավարման նախարարության վրա եւ պատճառաբանել, դա առողջապահության նախարարության պոզիտիվ պարտականություն է եւ ինքը պարտավոր է իր ոլորտով զբաղվելու, հակառակ դեպքում խնդիրներ կունենա, որտեղ առաջնային պահպանման օղակը պետք է կանխարգելիչ դեր ունենա մեր ազգաբնակչության եւ ժողովրդի հիվանդությունները կանխարգելելու, հետո նոր բուժելու խնդրով։ Երրորդ խնդիրը դուք ինձ ասում եք, որ մարզպետարանի շենքերը թող լինեն յուրաքանչյուր նախկին խորհրդային ժամանակներ ասած շրջանային շրջաներում։ Դա ըստ կառուցվածքները համեմատելի չեն, էլի կներեք, այսինքն պաթանոլոգիական լաբորատորիան, անատոմիկը համեմատել վարչատարածքային բաժանման միավորի համար, հետ դա ինձ համար գոնե ընդունելի չէ։ Դա ճիշտ չէ, պարզապես ճիշտ չէ, որովհետև այդտեղ կա լոգիստիկ խնդիրներ, կա ժամանակի խնդիրներ եւ սահմանամերձ սոտ կամայքից մինչև Մարտունի տեղափոխել այդ խնդիրը եւ դուք պատճառաբանելու եք, որ հատուցում կա, տրանսպորտ կա, ժամանակները բանը լավացել է, դա ինձ համար ընդունելի չէ։ Մենք պետք է կարողանանք մեր ժողովրդի եւ ազգաբնակչության խնդիրները առավել եւս իրենց սքի մեջ կարողանանք ճիշտ լուծել եւ ժամանակին, առավել եւս վաղաժամ մահվան դեպքերը կան ունենք շատ։ Մի խոսքով ամփոփելով կուզենամ եւ մենք այսպես ռիսկի տակ շտրեցինք մեր ձեր անձը, ձեր մասնագիտական հմտությունները, պարզապես ասում ենք ոլորտը շատ բարդ ոլորտ է, որտեղ պետք է լինի նեղ մասնագիտական հմտություններով օժտված, աշխատանքային փորձ ունեցող, այդ թվում բժիշկ, նեղ մասնագետ, որտեղ կան խնդիրներ, ես ձեր հարցու պատասխանից էլ հասկացա, որ ոլորտին այդպես պետք է այստեղ սովորելու տեղ չէ, այստեղ պատրաստի պետք է կան, որպեսզի կարողանան կառավարության բերած նախագծերը եւ նեղ ես ինքս բժիշկ չեմ, բայց դե շատ քիչ հասկանում եմ եւ այսպես մեղք գցել բուժ պերսոնայի վրա, բուժքույրերի մենք բացարձակ քավլիցի իրա բան չունենք, խնդիր չունենք, որ բուժ պերսոն, ընդհակառակ բուժքույրերը իրանք լոկոմոտիվ են, խարշակներն են եւ առանց ներքևի օղակի հնարավոր չէ ամեն ինչը կազմակերպել, բայց ձեր կողմից առաջադրված պաշտոնը խիստ մասնագիտական եւ նեղ մասնագիտական բարձրագույն կրթություն է պահանջում ըստ ինձ։ Եթե դուք գիտեք ձեր ոնց է կարգավորելու, ժամանակը ցույց կտա եւ արդյունավետությունը, բայց մենք կյանքում այս ժամանակ ոչ մեկի անձը, ոչ մեկի մասնագիտական հմտությունները եւ ոչ մի ինստիտուտի հմտությունները, այդ թվում բուժքույր, բժիշկ, ինստիտուտը կյանքում կասկածի տակ չեք դրել, մի տարեք ուրիշտեղ։ Մենք քննարկում ենք լուրջ խնդիր եւ խնդրում եմ մեր հարցերը մի խեղաթյուրեք, տվեք սպառիչ պատասխաններ, որպեսզի մեր հանրությունը մենք կարողանանք որոշում կայացնել։ Ամփոփելով ուզում եմ ասել իմ հետեւյալ հարցադրումները, նորից եմ ասում, ինչպես եք պատկերացնում բուժ կենտրոնների վերակազմավորման օպտիմալացման գործընթացը։ Պատրաստ եք դուք քննարկում իրականացնել։ Ինչպես եք պատրաստվում իրականացնել նեղ մասնագետներով, ինչպես եք պատկերացնում նեղ մասնագետներով համալրել, որպեսզի այդ սահմանամերձ համայնքներում կարողանան բուժասպասարկումը եւ առաջնային պահպանման օղակները գործել, որտեղ այդ միլիոններով ընտանեկան բժշկության ինստիտուտը գումար է դրել, եւ այս պահին չկա ընդամենը մեկ կամ լավագույն դեպքում երկու բժիշկներ կան, ընտանեկան բժիշկներ։ Եվ երրորդ հարցը կթողենք հետո, լավ, այսքանը, շնորհակալ եմ։